Ինչպես եք կարողանում կոմունալները վճարել, ամսական որքան գումար եք վճարում։ Ջեռուցումը հիմա բոլորը իրանք են իրանց տները ջեռուցումը ապահովում։ Կոմունալները ուտելիքի եւ մնացած բաների հաշվին, то есть զրկում ենք մեզ սնունդից եւ շատ ուրիշ բաներից, որ կոմունալները վճարեն, իրոք շատ դժվար է, որտեղ օրինակ ես ճիշտ է ես աշխատում եմ, բայց եւ թոշակառու եմ։ Որ ասում եմ հազիվ ծայրին եմ հասցնում, որտեղ լիքը դեղեր պետք է առնեմ։ То есть ոչ մի լավ բան դրա մեջ չկա։ Նորմալ աշխատում եմ, վճարում եմ։ Աշխատող եմ ես, պետական վճարում եմ։ Անկեղծ ասած տեղյակ չեմ, ամուսինս է վճարում, բայց տարբերությունը զգալի է վերջերս։ Իմ թոշակը 47,000 է։ Կոմունալս մոտավորապես նույն գինն է կազմում։ Եթե աղջիկս չլինի, ես ոչ կգոյատևեմ, ոչ կկարողանամ կոմունալներ վճարել, ոչ սնունդ հայթայթել։ Սա երևի մեր ազգային խնդիրն է, ոչ միայն վատ կառավարությունը, մենք ենք։ Ինչ որ մենք կանք, էդ էլ ստանում ենք։ Չեմ կարողանում, ժամանակել չունեմ։ Էս ինչ երգիր է, որ կոմունալ։ Գազը անտանելի թանկ է իհարկե, շատ դժվար է։ Ես անձամբ ամառվանից սկսում եմ կուտակել, որ ձմեռը կարողանանք գազը առանց ընդհատումների վճարել։ Չեմ ասի, որ շատ տաքատունը 20 աստիճանից չի բարձրանում, բայց մոտավորապես մի 40-45 հազար գալիս է ամսական։ Շատ չի, բայց շատերի համար դժվար է։ Ահագին։ Փոխակը բավականացնում է։ Իհարկե չէ։ Կոմունալ վճարումները այդքան չեն շատացել, մասնավորաբար նախկինի համեմատ օրինակ էլեկտրականության վճարումները շատ ավելի քիչ են, երևում է, որ կոռուպցիա չկա համարյա այդտեղ։ Գազը նույնպես չէ, քանակը շատ չի, ուղղակի իմ պես քիչ թոշակ ստացողների համար մի քիչ դժվար է։ Մենք փորձում ենք խնայողաբար օգտագործենք, որ հերիքացնի։ Ամեն ինչը կարողանանք տակից դուրս գալ, այսպես ասած։ Դժվար է այս պայմաններում, բայց փորձում ենք։ Վճարը բազը վճարում ենք։ Այս դժվարությամբ երեխաներս չլինեն ոչ մի ձևի։ Նույնիսկ 10,000 դրամ որ բարձրացնեն, ոչ մի ձևով։